Ապրիլի 1-ից Հայաստանում բարձրանալու են թոշակներն ու ծերության նպաստները։ Այդ մասին վաղ առավոտյան աչքալուսանք տվեց Նիկոլ Փաշինյանը։ Իշխանությունը թոշակների բարձրացումը մեկնաբանում է որպես սոցիալական աջակցություն և նախընտրական խոստման կատարում, մինչդեռ ընդդիմադիր դաշտում որոշ գործիչներ այն դիտարկում են ընտրություններից առաջ արված պոպուլիստական քաղաքական քայլ՝ քաղաքացիների համակրանքը շահելու համար։ Տնտեսագետ, Հայ ազգային քաղաքացիական միավորման անդամ Հրայր Կամենդատյանը Օրագիր Նյուզին հայտնեց, որ ամիսներ առաջ հենց իրենք էին այդ նախաձեռնությամբ հանդես եկել։ Իրանք ընդամենը 2 օր առաջ պնդում էին աշխատանքի սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան կամի հետ, որ գումարները ընդհանրապես չկան, թոշակները չեն կարող բարձրացնել։ Մեզ էլ պոպուլիստ էր անվանում։ Մոտավորապես մի 7-8 ամիս առաջ հայակվին նախաձեռնություն չէ բերեց, որ 50%-ով բարձրացնել թոշակը։ Ամեն ինչ ասեցին մեզ, ռուսի շպիոն, ինչ, պոպուլիստ, ազգի թշնամի, մարդկանց խաբեբա։ Հրայր Կամենդատյանը թոշակների բարձրացումը կապում է առաջիկա ընտրությունների հետ։ Սրանք ինչ են բարձրացնում, սրանք չէին բարձրացնելու, սրանք ժողովրդի ոնց ատում էին, էծևել ատում են, ու սրանք բարձրացնում են մենակ մի նպատակով, վախենում են, որտեղ դիմաց ընտրությունները առնվազն 700,000 քաղաքացի իրենց մերժելու էր։ Այդ իրանց այլանդակ խոսքերի համար, որ աղքատությունը ձեր գլխի մեջ է, 10,000 տանք ինչ պիտի անեք, այս եղածելա ձեզ շատ։ Տնտեսագետի հաշվարկներով թոշակների բարձրացման համար անհրաժեշտ է մոտ 60-ից 65 միլիարդ դրամ։ Բյուջեում այդ գումարը չկա, առանց այդ էլ դեֆիցիտը մոտ 600 միլիարդ դրամ է։ Հիմա դրան գումարվում է ևս 60 միլիարդ։ Եվ սրանց համար մեկ է պետության ֆինանսական կայունությունը ոնց կլինի։ Իրենց համար կարևորը աթոռն է, ասում է տնտեսագետը։ Ղեկավարման իմաստով պլանավորումը սրանց մոտ բացակայում է։ Բյուջեն հաստատում են առանց այդ գումարների, մի ամիս հետո ասում են, բա չի էսենց։ Բնավ, այդ բյուջե որ հաստատել էիք, իբր թե մասնագետներով, այդ նախարարությունով, հետո ազգային ժողովի որոշումներ դակող դեպուտատներով, հետո քննեցիք, ասացի չէ, գումար չկա, եսի չեք ասում, բայց հիմա փաստորեն գումար։ Կամենդատյանի խոսքով այս իշխանությունները կրկին չեն ուզում թոշակառուներին փող տալ։ Այդ 60 միլիարդը, որ պատրաստվում են հատկացնել, իրենց նախատեսած գումարի ընդամենը 1/3-ն է։ Ես հավատացնում եմ, 50%-ի համար էլ փող կա։ Հիմա կասեք փողը որտեղ է։ Փողն էլ ես ասեմ, փողը ռեպրեսիվ մարմինների, դատախազություն, հետաքննություններ, բարեկներ, հետադիկ դատարաններ, մնացած իրար հետ 18 թվականի և 2025 թվականի միջև տարբերությունը դրանց տված գումարների բյուջեում 110 միլիարդ դրամ է։ Հետո այդ 110 միլիարդ դրամի վրա գումարում ենք տալ, տեսակ պարգևավճարները, իշխանության այդ բաներին, որտեղ մնա, չէ, կառավարման հետ տարբեր հանգույցներում գտնողը, դա արդեն 135 միլիարդ, այսինքն 50%-ով ապահովելու խնդիրը հանգիստ կարող են լուծել։ Ամփոփելով խոսքը, տնտեսագետը նշում է, որ քարտային եղանակով թոշակների բարձրացումն իր հետ բերելու է մի շարք խնդիրներ։ Հաշմանդամություն ունեցող քաղաքացին ոնց պիտի գնա խանութ, ասում են, բանկը կբերի գումարը, բայց ամեն անգամ նա պիտի սպասի, դիմի, որ գումար բերեն, գնա խանութ, տարակուսում է Հրայր Կամենդատյանը։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։